Գիտեք, նա է պատճառը, որ ես ու դու այստեղ հավաքված ենք։ Առանց իրան ես ու դու այստեղ չէինք լինի, բայց Տերը ասում է, որ երկուսը երեք հավաքվեն, ես նրանց մեջ եմ։ Ու մի բան կա, որ քեզ բերել է այստեղ, դա Հիսուս Քրիստոսն է։ Կամ մեկը, որ քեզ բերել է այստեղ, դա Հիսուս Քրիստոսն է։ Պատճառը ես չեմ, պատճառը ձեր հովի մհերը չի, սիրելիներս, պատճառը մեկն է։ Պատճառը Աստված է, որ կպել է իմ ու քո կյանքին, եւ ես ու դու ճաշակել ենք նրա սերը, ու իր սերը միշտ մեզ բերում է այստեղ, իր սերը մեզ միշտ բերում է Աստծո տունը, որպեսզի մենք նորից տեսնենք իր երեսը, նորից վայելենք իր ներկայությունը, իր քաղցրությունը։ Փառք Տիրոջը, սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, Հովիվ Մհեր ջան, Սուսան ջան, շնորհակալ եմ ձեզ անչափ։ Գիտեք, լավ բարի խոսքեր ասեց Հովիվ Մհերը, բայց կարող եմ անկեղծ ասել այն ժամանակ, երբ որ նրանք գալիս էին տաշիր մեզ ծառայելու, մենք նրանց իհարկե սիրով ընդունում էինք ու ինքը իմ համար միշտ եղել է օրինակ ու հիմա էլ մնում օրինակ։ Ես շատ հարցեր ա եղել, որ ուզեցել եմ նմանվեմ նրան ու գիտեք, դա չեմ ասում կուլտուրայից ելնելով, որովհետև այտենց ընդունված է, ես ձեր եկեղեցում եմ, պիտի ճիշտ բաներ ասեմ ձեր հովի մասին։ Իրականում ինքը Աստծո մարդ է, ես տեսել եմ իր զոհողությունը, տեսել եմ իր աշխատասիրությունը, տեսել եմ իր սերը Տիրոջ հանդեպ, տեսել եմ իր սերը ձեր հանդեպ, ինչպես է ինքը արձագանքում մարդկանց մասին, տեսել եմ ինչպես է ինքը ցավում ձեր ամեն մեկի ցավի հետ, ինչպես է ուրախանում ամեն մեկի ուրախության հետ ու փառք Տիրոջը, իրականում նրանց համար, որ նրանք հնազանդվել են Աստծուն, եկել են այս քաղաք ու այսօր Տերը մեծ գործեր անում այս տարածաշրջանի մեջ։ Եվ վստահ եմ, որ Աստված էլ ավելին ունի անելու, սիրելիներս, որովհետև երեք որ աղոթում էինք, ես չեմ կարող դա բացատրել մինչև վերջ, բայց գիտեք, այնքան հզոր բան զգացի իմ հոգու մեջ, որ Աստված իրականում դեռ այցելելու է այս տարածքին, Աստված դեռ ցնցելու է իր տարածքը, այս տարածքը եւ Աստված կգա իր կրակով ու Աստված գիտեք շատ բաներ անելու դեռ այս տարածաշրջանում։ Եվ ես վստահ եմ, որ ավետարանը պետք է լինի քարոզված, վստահ եմ, որ մեր ազգը պետք է լինի փրկված ու հենց դրա համար էլ Աստված ինձ ու քեզ կանչել է։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, սիրելիները, շատ։ Անչափ ուրախ եմ, մեծ պատիվ է իրականում լինել այստեղ, կանգնել ձեր առջև, կիսվել Աստծո խոսքը, Աստծո խոսքով եւ հավատում եմ, որ սա չի լինի ուղղակի ինչ-որ հերթական ծառայություն քեզ համար, հավատում եմ սիրտդ բաց կլինի Աստծո ձայնը լսելու համար։ Գիտես, շատ կարևոր է, որ երբ դու գալիս ես եկեղեցի, ոչ թե գաս ուղղակի հետաքրքիր ժամանակ անցկացնես, կամ դե այսօր կիրակի է, պարապենք, արի գնանք եկեղեցի։ Գիտես, քո սիրտը պետք է փափագի հանդիպել Աստծո հետ։ Քո սիրտը պետք է փափագի Աստծուց վերցնել ինչ-որ բան։ Ես հավատում եմ, որ Աստծո խոսքը զորություն ունի փոխելու մեր կյանքը։ Դա ուղղակի սիրուն պատմություններ չի, դա ուղղակի ինչ-որ հետաքրքիր մարդկանց մասին չի։ Աստծո խոսքը զորություն ունի, Աստծո խոսքը կենդանի է, եւ Աստծո խոսքը կարա բերի բժշկություն, Աստծո խոսքը կարա բերի ազատագրում, Աստծո խոսքը կարա կտրականապես փոխի ամեն մեկիս կյանքը, կարա փոխի մեր իրավիճակները։ Գիտես, մի խոսքը կարա ընդհանրապես կտրականապես փոխի քո կյանքի ընթացքը։ Դավիթ թագավորը ասում է. «Դու ուղարկեցիր քո խոսքը ու բժշկեցիր ինձ»։ Դրա համար քո սիրտը թող բաց լինի, սիրելիս այսօր։ Ու իմ մեծ ցանկությունն է ոչ թե ուղղակի այսօր լավ քարոզ տամ ձեզ, իմ ցանկությունն է, որ դուք վերջում որոշում կայացրած գնաք ստեղից, որպեսզի ամեն մեկը ինչ որ բան Տիրոջից ստանաք, ձեր կյանքում ինչ որ մի բան փոխվի, որովհետև Աստված հենց այնպես չի մեզ հավաքում։ Աստված միշտ բան ունի ինձ ու քեզ ասելու։ Աստված ուզում է, որ մենք փառքից դեպի փառք շարժվենք, սիրելիներս։ Ամեն։ Եվ այսպիսով ուզում եմ կիսվել մի խոսք, որ շատ վաղուց իմ սրտում կա եւ դրա մասին ես շատ եմ խորել, շատ եմ մտածել։ Սա առաջի անգամ չի, սիրելիներս, որ ես քարոզը տալու եմ, բայց երկար մտածում էի ինչի մասին խոսել եւ կանգնեցի այս խոսքի վրա, երկար խորելուց, մտորելուց, աղոթելուց հետո հավատում եմ, որ սա ակտուալ թեմա է մեր օրերի համար եւ հավատում եմ, որ ինչ որ բան դու կտեսնես քո կյանքում, ինչը որ փոխել է պետք, որովհետև մենք միշտ էլ փոխվելու կարիք ունենք։ Այն մարդը, որ մտածում է արդեն հասել է, ինքը վտանգավոր վիճակում է գտնվում։ Այն մարդը, որ մտածում է ինքը փոխվելու տեղ չունի, ինքը սաղից խելքովն է, ինքը ամեն ինչ գիտի, պետք չի որ մեկ իրան սովորեցնի, այդ մարդը վտանգավոր վիճակում է։ Պողոսը ասում է, ով որ մտածում է հաստատ կանգնած է, թող զգույշ մնա, որ չընկնի։ Այնպես որ եկեք այսօր խոնարհեցնենք մեր սիրտը եւ ընդունենք Աստծուց այն, ինչ որ Տերը ուզում է խոսել ամեն մեկի սրտին։
Գիտեք, իմ ուղերձը այսպես են վերնագրել աստվածապաշտության կերպարանք։ Ոչ թե աստվածապաշտություն, այլ աստվածապաշտության կերպարանք։ Ուզում եմ խոսել մի խաբկանքի մասին, ինչ որ շատ անգամ քրիստոնյայի կյանքում կարող է լինել, եւ մարդիկ շատ անգամ կարող են մտածել, որ իրանց կյանքում ամեն ինչ նորմալ է, իրանք եկեղեցի են գալիս, իրանք աղոթում են, կարդում են, բայց ցավոք սրտի երբեմն մեր կյանքում լինում են խնդիրներ, լինում են մեղքեր, լինում են խնդիրներ, որ մենք դրան սենց ինչ որ ուշադրություն չենք տալիս, կարևորություն չենք տալիս։ Գիտեք, մի հետաքրքիր բան կա, մարդիկ վախենում են այսօր տարբեր աղետներից, մարդիկ վախենում են տարբեր ճգնաժամերից, հա, կրիզիսներից, ինչ կլինի այսօր, ինչ կլինի վաղը, մարդիկ այսօր խոսում են շատ հայերեն ասեմ դավադրության տեսությունից, հա, թեորիա զագվռա, ամբողջ ինտերնետը դրանով լցված է, հա, մարդիկ շատ խոսում են այսօր ների մասին, հակաքրիստոսի մասին, մարդիկ խոսում են 666 թվի մասին, երբ որ ները կգա, բա ները երբ կգա, բա ոնց կլինի, բա եկեղեցին երբ կհապաշտի, ու գիտեք մարդիկ ինչ որ վախերով լցված են, բայց Աստվածաշունչը մի հետաքրքիր բան ասում, Հիսուսը մի անգամ ասեց, վախեցեք ոչ թե նրանից, ով որ կարա մարմինը սպանի, վախեցեք նրանից, ով որ մարմին էլ հոգին էլ կարա գեհենի մեջ կորցնի։ Եվ գիտեք, մարդիկ շատ անգամ երևացող բաներին են ուշադրություն դարձնում, երևացող ինչ որ բաների վրա են շեշտադրում անում, բայց այն ինչը որ ծածուկ է, այն ինչ որ մենակ Աստված գիտի, շատ անգամ մարդիկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, դրա հետ չեն աշխատում։ Ու կա այսպիսի մի կերպարանք, հա, աստվածապաշտության կերպարանք, որ շատ անգամ քրիստոնյաներ իրանց վրա առնում են, բայց գիտեք, իրանց ներսում իրական կյանք Աստծո հետ չունեն։ Մարդիկ երբեմն գիտեք դերասան են լինում, հա, մենք բոլորս էլ երբեմն դերասան ենք լինում։ Փորձում ենք ինչ որ մի բան ցույց տալ, ինչը որ իրականության հետ չի համապատասխանում իրականությանը։ Փորձում ենք երբեմն սեր ցույց տանք, բայց սեր չկա։ Փորձում ենք ցույց տանք, որ մեր կյանքում ամեն ինչ լավ է, մենք սուրբ ենք, մենք արդար ենք, բայց դա միշտ չի, որ այդպես է։ Փորձում ենք ցույց տալ, որ մենք բարի ենք, ներող ենք։ Դե ես իրան ներել եմ։ Իհարկե, որ իրան ասում է, տեսնում եմ ներսս տակնու վրա է եղնում, բայց ընդհանուր ես իրան ներել եմ։ Բա որ ներել ես խիա ներսը տակնու վրա լինում։ Եվ գիտեք, շատ կարևոր է, որ մենք այդ խաբկանքի վիճակից դուրս գանք, սիրելիներս, որովհետև Աստված սրտեր ու երիկամունքներ քննող Աստված Աստվածաշունչը ասում է։ Ամեն։ Կուզենամ միտեղ կարդամ Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ 28 խոսքը։ Մի վախենակ նրանցից, որ մարմինը սպանում են, հոգին չեն կարողանում սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ մարմին էլ կորցնել գեհենի մեջ։ Հոգին չեն կարող սպանել, սիրելիներս։ Գիտես, երբ որ դու հոգու մեջ ուժեղ ես, երբ որ դու ունես ճշմարիտ հավատք Աստծո նկատմամբ, Պողոս առաքյալը լավ ասում է, եթե մեռնենք էլ, կապրենք։ Գիտես, մահը էլ քեզ չի վախացնում։ Այս կյանքի ինչ որ դժվար իրավիճակները, փորձությունները, փորձանքները քեզ ոչ մի բան չի վախեցնում։ Անկամ մահը չի կարող քեզ վախեցնել, որովհետև երբ որ դու ունես իսկական կյանք ներսում Աստծո հետ, դու գիտես, եթե մեռնես էլ, մեկը հավիտյան իր հետ ապրելու ես։ Մահը չունի իշխանություն ինձ ու քեզ վրա, որովհետև Տերը փրկել է ինձ ու քեզ։ Ամեն։ Եվ այսպիսով, 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-ից 5-րդ խոսքերում Պողոս առաքյալը խոսելով վերջի օրերի մասին Տիմոթեոսին գրում է, ասում է, սա իմացիր, որ հետի օրում չար ժամանակներ կգան։ Ու խոսում է, գիտեք, ոչ թե աղետների մասին, խոսում է ոչ թե ների մասին, սիրելիներս, խոսում է հոգևոր վիճակի մասին մարդկանց։ Ասում է, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հանդուգն, գոռոզ ու թվարկում է ահագին մեղքեր, ու հետո մի հատ բան է ասում 5-րդ խոսքում, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած է։ Նրանցից էլ հետ քաշվիր։ Գիտեք, վերջի օրերի վտանգներից մեկը դա աստվածապաշտության կերպարանքն է, որ մարդիկ ցույց են տալիս, որ իրանք քրիստոնյա են, բայց իրանց կյանքում շատ բան կա, որ պետք է փոխվի։ Իրանց վարքի մեջ
շատ բան կա, որ պետքա փոխվի։ Իրանց խոսելակերպի մեջ, իրանց բառապաշարի մեջ բաներ կա, որ պետքա փոխվի։ Սիրելիներս, մենք չենք խաղում քրիստոնեություն։ Քրիստոնեությունը դա ուղղակի կրոն չի, դա կերպարանք չի, դա իրական կյանքը Աստծո հետ։ Եվ օրերից մի օր մենք բոլորս կանգնելու ենք Տիրոջ առջև ու հաշիվ տանք մեր ապրած կյանքի համար։ Ամեն։ Ուզում եմ ևս մի տեղ կարդալ Մատթեոս ավետարան 23-րդ գլուխ 27-ից 28 խոսքերը։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ նման եք ծեփած գերեզմաների, որ դրսևանց գեղեցիկ եք երևում, բայց ներսևանց լիքն եք մեռելների ոսկորներով եւ ամեն պղծությունով։ Այնպես էլ դուք դրսևանց արդար եք երևում մարդկանց, բայց ներսևանց լիքն եք կեղծավորությունով եւ անօրինությունով։ Գիտեք, կերպարանք, դա միայն արտաքին տեսքն է, բայց Հիսուս ասում էր, ներսում փտած եք, ներսում գարշությունով լցված եք, վայ ձեզ, վայ ձեզ։ Եվ գիտես, մենք տեսնում ենք ստեղ Աստծո վերաբերմունքը նման վիճակի վերաբերյալ։ Երբ որ մարդը արտաքինից փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է, բայց իր կյանքում խնդիրներ կա, Աստված ասում է վայ ձեզ։ Եվ ուզում եմ էլի մի տեղ կարդալ Առաջի Թագավորաց 16-րդ գլուխ 7 խոսքը։ Բայց Տերը Սամուելին ասեց, երբ որ Սամուելը գնաց Հեսեի տունը, հիշում եք, չէ՞, թագավոր օծելու, եկան Հեսեի բոլոր որդիները, եւ ամեն մեկը ով որ գալիս էր, ասում էր հաստատ սա է, Աստված ասում էր ոչ։ Եվ վերջում հրավիրեցին Դավիթին, եւ Դավիթը օծվեց թագավոր ու 7-րդ խոսքում կարդում ենք. Բայց Տերը Սամուելին ասեց. նրա երևույթին եւ հասակի երկայնությանը մի նայիր, որովհետեւ նրան անարգեցի, այն պատճառով, որ այն չի բանը, որ տեսնում է մարդը, որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Աստված մարդու նման չի նայում, սիրելիներս, իմ հովվական ծառայության բերումով, գիտեք, քանի անգամ է եղել, որ մարդիկ եկել են, խոստովանել են իրանց մեղքերը, իրանց հանցանքները։ Երբեմն սեն շոկի մեջ եմ ընկնում, նայում ես մարդը 4 տարի եկեղեցի է գալիս, ասես ամեն ինչ լավ է, դու սիրում ես իրան, հարգում ես իրան, իր մասին անգամ վատ բան էլ չես մտածում։ Մեկ էլ նենց մի հատ բան կպատմեն այդ մարդու մասին, սենց գլխիդ մեջ չի տեղավորվում, ասում ես ոնց կարա սենց բան լինի։ Ոնց կարար 4 տարի այս մարդը սենց բանի մեջ լիներ, բայց դու հետի չնկատես։ Եղել են պատանիներ, երիտասարդներ, որ գալիս են, կիսվում են, երբեք չես պատկերացնի, որ այդ մարդը այդ բանի մեջ է։ Բայց միևնույն ժամանակ բոլոր այդ մարդիկ, սիրելիներս, կիրակի օրը գալիս են, եկեղեցում ձեռքեր են բարձրացնում, Հիսուսին փառաբանում են, երկրպագում են, աղոթք են անում, տնային խմբակներ են գնում, Աստվածաշունչ են կարդում, անգամ ավետարան են քարոզում։ Բայց գիտեք, կան ինչ-որ ներքին խնդիրներ, որ մարդիկ տարիներով դրանց հարցը չեն լուծում։ Եվ դա շատ վտանգավոր խաղ է։ Դա շատ վտանգավոր է, որովհետև գիտես մարդը ասում է, դե ժամանակ ունեմ։ Ասենք մեր աղբերներից կա, ասում են, ասենք ծխում է խոսքի օրինակ։ Դե հələ մի տարի էր, ասում եմ ծառայության մեջ մտի, լս այսքան տարի եկեղեցի ես գալիս, Աստված կանչել է քեզ, Աստված ուզում է քեզ իր փառքի համար օգտագործի։ Այս ինչ բանը, տես ինչ լավ է ստացվում քո մոտ։ Մտի ծառայության մեջ, սկսի ծառայել Աստծուն։ Հով ջան, մի տարի էլ սպասի, մի տարի, կես տարի էլ սպասի, հələ էս մի ամիսն էլ սպասի։ Գիտեք, դա շատ վտանգավոր է, որովհետև ոչ մեկ իր վերջի օրը չգիտի։ Աստված ուզում է մենք այսօր քայլ անենք։ Աստված ուզում է մենք այսօր որոշում կայացնենք։ Գիտես, առանց որոշում կայացնելու ստեղից չհեռանաս։ Մի քանի անգամ իմ կյանքում եղել է, երբ որ ես մահվան վտանգի առջև եմ կանգնած եղել ու կարար իմ կյանքը դադարեր։ Ու ես վստահ եմ, ամեն մի մարդ, ով որ մահանում է, ինքը չի ծրագրում իր մահվան օրը, իր մահվան ժամը։ Մի հովիվ կար, մի անգամ պատմեց, ասում է, իրանց եկեղեցին հետ, որտեղ որ վարձով վերցնում էին այդ տարածքը, կողքը ինչ որ էլի, տենց ինչ որ խումբ կար, արվեստի հետ կապված ու մի հատ աղջիկ կար, ասում է, երբ որ մեր մոտ սկսվում էր եկեղեցու ծառայությունը, գալիս էր, ասում է, դուռը բացում էր, դուռը գալիս էր, փառաբանության երգերը կանգնում, լսում էր։ Ասում է, մի օր կինս եկավ, ասեց, մտի նստի, կարող ես մասնակցել ծառայությանը, ասեց, չէ, ուրիշ անգամ։ Ասում է, դուռը փակեց ու հեռացավ։ Երեք ասում է 10 րոպե չանցավ, իմացանք, որ մի հատ մեքենա, երբ որ այդ աղջիկը շենքից դուրս էր եկել, խփել էր ու տեղնուտեղ այդ աղջիկը մահացել էր։
Ով գիտի սիրելիներս իր վերջի օրը, իր վերջի ժամը։ Աստված ունի իշխանություն մեր, հա, մահվան օրվա վրա, այսպես ասեմ։ Ով գիտի իր վերջի օրը։ Շատ կարևոր է, որ մենք հիմա լուծենք մեր հարցերը Աստծո հետ։ Այսօր լուծենք մեր հարցերը Աստծո հետ։ Մարդիկ շատ անգամ խոսում են, երբ է վերցվելու եկեղեցին։ Այդ երբ որ Աստծո դատաստաները գան, դրանից առաջ է լինելու, թե մենք այդ սաղ փորձություններին մասնակցելու ենք, թե վերջում է լինելու, ժամեր, ժամանակներ ենք քննում։ Գիտես, դու ամեն մի վայրկյանի պիտի պատրաստ լինես հանդիպելու Հիսուսի հետ։ Անկախ նրանից, երբ կգա Հիսուսը, դու պիտի պատրաստ լինես իր հետ հանդիպելու։ Դրա համար այսօր հարցեր կա քո կյանքում, որ այսօր պիտի լուծես դա։ Ամեն։ Եվ այսպիսով Առակաց գրքում մի հատ սենց խոսք կա հետաքրքիր, 23 գլուխ 6-ից 7 խոսքերը։ Մի ուտիր չարաճ մարդի հացը եւ նրա կերակուրներին մի ցանկանա, որովհետեւ նա ինչպես որ իր սրտում է, հաշիվներ անող է, այնպես է, քեզ կասի, կեր, խմիր, բայց սիրտը հետդ չի։ Գիտեք, կեղծ քրիստոնեություն լինում է այդպես։ Մարդու երեսին ժպտում ես, օրհնում ես, կարծես բարի ես քեզ ցույց տալիս, բայց ասում է սիրտը հետը չի, կասի քեզ, կեր, խմի, սիրտը ծուռ է, սիրտը քո հետ չի։ Ու գիտեք, Աստված շատ ուշադրություն է դարձնում մեր ներսի վիճակին։ Աստվածաշունչը շատ է խոսում ներսի մարդու մասին։ Դրա համար մենք չպետք է սիրելիներս դերեր խաղանք, չպետք է դիմակներով մանգանք։ Շեքսպիրի ասած արտահայտությունը երևի շատերը կիմանաք, չէ՞ որ ասում է այս աշխարհը բեմը կամ թատրոնը եւ ասում է մարդիկ նրանում դերասան են եւ ասում է տղամարդիկ ու կանայք գալիս են այս աշխարհ, որպեսզի խաղան իրանց դերերը, ամեն մեկը խաղա իր դերը։ Գիտեք, մենք այս աշխարհ չենք եկել դեր խաղալու, սիրելիներս։ Այո, աշխարհի իրականությունը դա է, բայց Հիսուսը եկավ աշխարհ, որպեսզի բերի ճշմարիտ ազատություն իմ ու քո կյանքում, որպեսզի ես ու դու Աստծուն ճանաչենք, որպեսզի իր փառքը արտացոլենք, ոչ թե դերեր խաղանք։ Ամեն։ Կա մի այսպիսի բառ միմիկրիա, միմիկրոս, հունարեն բառը, դա նշանակում է նմանակում։ Աստվածաշնչում մենք կարող ենք տեսնել այդպես դեպքեր։ Օրինակ, սատանան, տեսեք, սատանայի մասին ինչ է գրված, որ սատանան մռնչացող առյուծի պես կամ առյուծի նման մանա գալիս փնտրում է ում կուլ տա։ Եկ ինքը իսկական առյուծ չի, ինքը առյուծի պես է ման գալիս։ Իսկ իսկական առյուծը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Առյուծը Հուդայի ցեղից։ Սատանան միշտ փորձում է նմանակի Հիսուսին։ Գիտեք, որոշ աստվածաբաներ օրինակ ասում են հայտնության գրքում, առաջի գլուխներում, կարծեմ 4-րդ 5-րդ գլխում է, 5-րդ գլխում է, երբ որ այդ ապոկալիպսիսի հա ձիերի մասին է խոսում։ Հիշում եք։ Մեկը գրված է, որ սպիտակ ձիու վրա, հա, հաղթողի նման դուրս եկավ։ Հիսուսի մասին գրված է հայտնության գրքի վերջում, որ Հիսուսը, այո, դուրս է գալիս որպես հաղթանակ տարած, ոչ թե հաղթողի նման։ Գիտեք, ինքը միշտ նեռը անգամ հակա Քրիստոսը, հա, կամ Քրիստոսի փոխարեն, գալու է մեկը, ով որ փորձելու է նմանակի Քրիստոսին, ով որ փորձելու է ցույց տա, որ ինքն է իսկական փրկիչը։ Բայց ճշմարտությունը այլ է, սիրելիներս։ Ասում է սատանան կարա լույսի հրեշտակի կերպարանք իր վրա առնի։ Ցույց տա, որ ինքը լույսի հրեշտակ է, բայց իր էությունը, հա, խավար է, ինքը չարն է, ինքը ստության հայրն է, բայց կարա կերպարանք իր վրա առնի։ Գիտես, Աստված չի ուզում մենք կերպարանքներով, կերպարանք առած մեր վրա մանգանք, աստվածապաշտության կերպարանքը։ Աստված ուզում է մենք ճշմարիտ աստվածապաշտությունով ապրենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Միտեղ էլ կա, երբ որ Պողոսը շատ խիստ գրում է դրա մասին, 2 Կորինթացիս 11-րդ գլուխ 13-ից 15 խոսքերը, որովհետև ասում է այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ են։ Ու գիտես, ես կարծում եմ, սա մենակ առաքյալներին չի վերաբերվում։
Սա ամեն մի հավատացյալի է վերաբերվում, որ մարդիկ կարան կերպարանվեն, հա, այդ միմիկրիան ընդունեն իրանց վրա։ Գիտեք, օրինակ բնության մեջ իմ կինը կենսաբանության ուսուցչուհի է, ինքը ավելի լավ է ամեն ինչը գիտի։ Բնության մեջ օրինակ լինում է այդպես, որ նայում ես երկու միջատի, կարծես երկուսն էլ մեղուի նման են։ Բայց գիտեք, մեկը մեղու է, մյուսը չէ։ Օձեր կան, որ իրանք իրար շատ նման են, դա բնության մեջ միմիկրիա է կոչվում այդ երևույթը։ Երբ որ մի օձը ընդունում է ինչ-որ մի հատ կերպար, ինչ-որ գույներ է ընդունում, որ նմանա թունավոր օձին, բայց ինքը թունավոր օձ չի։ Աստվածաշնչում էլ այդպես օրինակներ կարող ենք տեսնել։ Երբ որ Հիսուսը խոսում է ցորենի ու որոմների մասին։ Գիտես, որոմը ցորենին շատ նման է, բայց ինքը անպետք բան է։ Ինքը ցորեն չի։ Բայց ցորենի հետ աճում է ու իրանց երևակայի հնարավոր չի մեկը մյուսից տարբերել։ Եվ Աստվածաշնչում այդպես պատմություն կա, Հիսուսը երբ որ խոսում է, որ թշնամի մարդը եկավ, հա, ցորենի արտում ցանեց որոմներ։ Եվ երկուսն էլ աճեցին, ու մարդիկ եկան ասին, լսի, չար մարդ է սա արել, արի արմատախիլ անենք, ասեց, չէ, որ որոմներ արմատախիլ անեք, ցորեն էլ հետ արմատախիլ կանեք։ Թողեք հունցքի ժամանակին, գիտես, երբ որ հունցքը գալիս է, որոմները մաղում զատում են ցորենից։ Եվ այդպես կլինի դատաստանի օրը, սիրելիներս, այդպես կլինի, երբ որ մենք Աստծո առաջ կանգնենք։ Աստված զատելու է, Աստված մաքրելու է։ Դրա մասին շատ Աստվածաշունչը խոսում։ Խոսում է, որ Աստծո արքայությունը նմանա ծովը գցած ուրկանի, հավաքում են տարբեր տեսակի ձկներ, բայց հետո նստում ջոգում են։ Հիսուսը խոսում էր այծերի ու ոչխարների իրար բաժանելու մասին։ Այդ բաժանությունը, այդ տարբերությունը մի օր լինելու է։ Աստված ասում է, ես տարբերություն կդնեմ ինձ ծառայողի ու չծառայողի միջև, արդարի եւ ամբարշտի միջև։ Այդ օրը գալու է, սիրելիներս։ Դրա համար շատ կարևոր է, գիտեք, սենց մեր լեզվով ասած մատերի արանքով չնայենք այդ հարցին։ Դա շատ լուրջ հարց է։ Դա շատ լուրջ հարց է, ու դրա մասին մենք այսօր պետք է մտահոգվենք։ Այսօր մեր սրտի հարցերը Տիրոջ հետ պետք է լուծենք։ Ամեն։ Հռոմեացիս 2-րդ գլուխ 28-ից 29 խոսքերը։ Որովհետև նա չի հրյա, որ դրսի երևույթով է, եւ այն չի թլպատությունը, որ մարմնով դրսի երևույթով է, այլ նա, որ ծածուկ հրյա է, եւ սրտի թլպատությունը հոգով, ոչ թե գրով, որի գովասանքը ոչ թե մարդկանցից է, այլ Աստվածանից։ Նա չի ճշմարիտ քրիստոնյան, սիրելիներս, ով որ արտաքին տեսքով է քրիստոնյան։ Ճշմարիտ քրիստոնյան նա է, ով որ ներսում է քրիստոնյան, ում սիրտը թլպատված է մեղքից, ով որ սրտում է սուրբ, ով որ սրտում է ճշմարտությունը խոսում։ Ոչ թե արտաքինից ցույց է տալիս, որ իր կյանքում ամեն ինչ նորմալ է, բայց տան մեջ հարցեր ունի, ընտանիքում խնդիրներ ունի, մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ խնդիրներ ունի, խոսակցականի հետ խնդիր ունի։ Ու ես շատ եմ տեսել, ժողովուրդ ջան, որ մարդիկ գալիս են եկեղեցի, գիտեք, այստեղ բոլորն էլ սուրբ են։ Ամեն այնքան լավն եք բոլորդ։ Այնքան լավն եք, Աստված օրհնի ձեզ։ Հիսուսը սիրում է իրականում ամեն մեկին։ Բայց գիտեք, եկեք մենակ եկեղեցում չլինենք լավը։ Եկեք տանն էլ լավը լինենք։ Եկեք դրսում էլ լավը լինենք, խանութում էլ լավը լինենք, աշխատանքի տեղն էլ լավը լինենք, դպրոցում էլ լավը լինենք, ինստիտուտում էլ լավը լինենք։ Եկեք ամեն տեղ լավը լինենք, սիրելիներս, որովհետև Տերը կանչել է մեզ, որ իր փառքը տարածենք։ Գիտեք, քանի անգամ է եղել, որ պատահական սենց մեր եկեղեցու անդամներից ինչ որ մեկի հետ եմ եղել, մի անգամ մեր աղբերներից մեկի հետ գնում էինք ճանապարհով, ինչ որ տեղեր ինձ տանում, եւ մի հատ մեքենա սենց կտրեց մեր դեմը։ Երևի ինքն էլ չհասկացավ ոնց, մեր կատ վատ բառ ասեց։ Ու դառավ ինձ նայեց, ասաց, հա բա ինչա հովիվ ջան, բա չես տեսնում ինչ է անում։ Ինքն էլ չհասկացավ ոնց էդի ստացվեց, բայց լեզուն խոսում է սրտի լիությունից, ինչքան էլ դեր խաղաս, մեկը ինչ որ մեջդ պարունակությունը կա, այդ էլ դուրս է գալու։ Ինչքան էլ ուզում ես բարի խաղա, մեկը հենց ոտը տրորեց, ել տեսնում ես այդ բարության շուկը գնաց վրայից, մի հատ sense կերպարանափոխություն է տեղի ունենում նույն պահին, ել կնճիռներ են հայտնվում, ունքերը խառնվում են, աչքերի փայլը գնում է, դեմքի արտահայտությունը փոխվում է,
ձայնի տոնը փոխվում է, ինչ եղավ։ Շատ է եղել, սիրելիներս, ես գիտեմ ծառայողներ, գիտեմ ուղղակի քրիստոնյաներ, որ եկեղեցի են գալիս։ Գիտեք, մարդիկ ու մասին ես արդեն ասեցի, որ երբևիցե չես պատկերացնի, որ իր կյանքում այդպես բան կարող է լինել։ Ու ուզում եմ մի բան հասկանաք, մարդիկ միանգամից չեն ընկնում։ Շատ անգամ, երբ որ մարդկանց հետ սկսում ես խոսել, երբ որ արդեն խնդրեմը լույսի մեջ է գալիս, ասում եմ, գիտես, 2 տարի ես ինչ բանի մեջ եմ, 3 տարի ես ինչ բանի մեջ էի, 5 տարի ես ինչ բանի մեջ էի։ Երբ որ դու դրա հարցերը չես լուծում, մի անգամ սենց արտահայտություն լսեցի, եթե դու չլուծես մեղքի հարցերը, մեղքը կլուծի քո հարցերը։ Ուշ թե շուտ, սիրելիս, Հիսուս ասեց ծածուկ բան չի մնա։ Եթե դու ծածուկում քո հարցերը Աստծո հետ չես լուծում, մի օր դա դուրս կգա։ Երբ որ մարդիկ բաժանվում են, մարդկանց ընտանիքները քանդվում է, դա մի օրվա մեջ չի լինում։ Նայում ես լավ ընտանիք, ասում ես, այ մարդ ինչ եղավ էս մարդկանց։ Սենց լավ իրար հետ ապրում էին, սենց համով, անուշ, բարիշ, կարծես, ամեն ինչը լավ էր իրանց մոտ։ Ամուսին աշխատող տղա է, կին էլ վրոջ լավ աղջիկ է։ Ինչ եղավ, բաժանվեցին մարդիկ։ Մտածում եք դա միանգամից եղավ, միանգամից չեղավ, սիրելիներս։ Ներսում խնդիրներ կար, որ ժամանակին այդ հարցերը չեն լուծել։ Եկեղեցի են եկել, փորձել են ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, ցավով եմ ասում, մեր եկեղեցում մենակ մի 2-3 ընտանիք բաժանվել է այս վերջի 3-4 տարիների ընթացքում։ Ու դա մենակ մեր եկեղեցում չի։ Դա համատարած է մեր ազգի մեջ, ուրիշ ազգերի չէ, ոնց մենք սովոր ենք ասել։ Բայց ցավոք սրտի քրիստոնյաների ընտանիքներն էլ են այսօր բաժանվում, որովհետև խնդիրներ կա, դրանց հարցը չեն լուծում։ Մարդիկ մեղքի հետ խաղում են, ամիսներ, տարիներ շարունակ, հետո տեսնում ես մեկ էլ մարդը ընկավ, տեսնում ես շնության մեջ է, հենց մտածում եք էդի սկսվեց, չէ, որովհետև կար ժամանակ, որ մտնում էր ինչ-որ տեղեր, դե ուղակի նայում եմ, դե ուղակի հետաքրքիր է, հետո այդ ուղակի հետաքրքիրը դառավ ուրիշ բան, հետո այդ ուղակի հետաքրքիրը արդեն դառավ կախվածություն, արդեն մարդը չի կարա դրանից ազատվի, մեկ էլ մի օր լսում ես պղծության մեջ է, մի օր լսում ես կնոջը դավաճանում է, մեկի մասին ես վերջերս լսեցի 15 հոգու հետ գրվում է, մեկով երկուսով չի բավարարվել, 15 հոգու հետ։ Մտածում եք միանգամից է դա լինում, ոչ սիրելիներս, երբ որ խնդրեմը գալիս է, երբ որ մեղքը գալիս է, երբ որ փոխհարաբերությունների մեջ խնդիր կա, դրա հարցը նույն պահին լուծել է պետք։ Պետք չի դերեր խաղալ։ Եթե խնդիր կա, դրա հարցը լուծել է պետք։ Գալ Աստծո առաջ, ունենալ բավականին խոնարհություն, բերել դա լույսի մեջ, թույլ տալ, որ Աստված բժշկի քո ընտանիքը, բժշկի քո փոխհարաբերությունները, բժշկի քո սիրտը։ Մարդիկը ասում ես, ինչի բա ժամանակին չէիր գալիս, ասես, որ քո կյանքում խնդրեմ կա։ Ասում եմ, դե ամաչում էի։ Ասում եմ, հիմա չես ամաչում, որ ավելի վատ ամեն ինչ արդեն դառել։ Փառք Տիրոջը։ Աստվածաշնչում, սիրելիներս, Հայտնության գրքում կարող ենք մի հետաքրքիր բան տեսնել, այնտեղ կա գրված Նիկողայոսյանների մասին։ Ես չգիտեմ, երբևիցե դուք մտածել եք, ովքեր էին Նիկողայոսյանները, Նիկոլայիտի ռուսերենի մեջ գրված է, ովքեր էին այդ մարդիկ։ Եվ ինչի է Աստված ամեն տեղ շատ խիստ դրա մասին խոսում։ Քո դեմ սա ունեմ, որ քո մեջ 7 եկեղեցիներ կային Ասիայի եկեղեցիները, եւ Աստված խոսում է քո դեմ սա ունեմ, որ քո մեջ Նիկողայոսյանների ուսմունքը, ուսմունքին հետևողներ կան։ Ովքեր էին այդ Նիկողայոսյանները։ Այդ ինչ ուսմունք էր, որ մտել էր եկեղեցի, ու Աստված այտենց խիստ դրա մասին հանդիմանում է Հովհաննեսի միջոցով։ Նիկողայոսյանները, սիրելիներս, դա մի հատ sense ուսմունք էր, որպեսզի կարճ ասեմ, չերկարացնեմ։ Երբ որ մարդիկ արդեն ապաշխարել էին, գալիս էին եկեղեցի, բայց իրանց հին սովորությունները չէին թողնում։ Դե շատերը հետանոսությունից էին ապաշխարում գալիս Աստծուն։ Հիշում եք, Երուսաղեմից դուրս, երբ որ ավետարանը սկսեց քարոզվել, մտավ Սամարիա, հետո մտավ հեթանոս ազգեր եւ ամբողջ ռոմեական կայսրության մեջ ավետարանը քարոզվում էր ու մարդիկ հազարներով, տասնյակ հազարներով ապաշխարության էին գալիս։
Եվ այդ հեթանոսությունից եկած ժողովուրդը իրանց հետ բերել են ինչ-որ սովորություններ եկեղեցի։ Եվ այնտեղ 3-րդ գլխում կարող եք կարդալ մի կնոջ մասին, 2-րդ գլխում Թիվատիրայի եկեղեցում, կար մեկը, որ Հեզաբել էր անունը, հա, Հեզաբել կնոջը Տերը հանդիմանում է։ Ինչի համար, ասում է, որովհետև նա սովորացնում է իմ ծառաներին շնություն գործել եւ կուրքի զոհ ուտել։ Ինչ էր դա, ինչ Հեզաբել կին էր դա, ինչ էր իրականում, ինչ էր կատարվում եկեղեցում։ Գիտեք, այդ կինը մոտավորապես հետևյալ բան էր ասում. շատ լավ է, որ դուք ապաշխարել եք եկեղեցի եք գնում, շատ լավ է, որ դուք Հիսուսին պաշտում եք, բայց մենք ხო չենք առանձնանա այս հասարակությունից։ Դե ոչինչ, հիմա շնություն ես գործում, ոչինչ։ Կարևորը եկեղեցի ես գնում, կարևորը Հիսուսին հավատում ես։ Կուրքի զոհը, դե գիտեք, այն վաղտվա ամբողջ մշակույթը դրա վրա էր հենված։ Մարդիկ տաճարներում զոհեր էին մատուցում, ամեն միջոցառումների կային գիլդիաներ, հա, այսպիսի կոչված պրոֆսայուզի կամ հայերեն արհեստական, հա, արհեստավորների միություններ, արհմիությունները տենց կային, որտեղ եթե դու այդ գիլդիայի անդամ էիր, դու պարտավոր էիր այդ զոհերին մասնակցես, այդ տաճարները գնաս, եթե դու հողագործության հետ գործ ունեիր, դու պիտի ուրեմն գնայիր պտղաբերության աստծուն, զոհ մատուցեիր, դու այդ խմբի հետ պետքա ուտեիր այդ զոհից, եւ որպես կանոն հետանասական բոլոր այդ ծեսերը, բոլոր այդ արարողությունները վերջանում են շնությունով։ Մարդիկ անգամ տաճարներում շնություն էին գործում։ Եվ այս կին ասում էր, լսեք, հիմա ხო չեն կտրվի հասարակությունից։ Հիմա ինչա, չանենք էտի զրկվենք գործից, չանենք էտի մեզ գիլդիաներից հեռացնեն։ Ու գիտեք, այսօր էլ շատ մարդիկ եկեղեցի են գալիս, բայց շարունակում են իրանց հին գործերը անել։ Շարունակում են իրանց սխալ պահվածքը իրանց հետ բերել եկեղեցի։ Իրանց սխալ բառապաշարը շարունակում են բերել եկեղեցի։ Մեկին մի անգամ ասեցի, լսի, այս ինչ բանը, ճիշտ չի, սխալ է քո կյանքում, էդի փոխել է պետք։ Երկար ժամանակ եկեղեցի էր գալիս։ Ինձ ասեց, դե հիմա ես էլ այս ձևին եմ, ինձ այսպիսին ընդունեք։ Գիտես, եթե անգամ ես քեզ այդ ձևին ընդունեմ, Աստված քեզ այդ ձևին չի ընդունում։ Աստված մեզ կանչել է, որ փրկի մեզ, փոխի մեր կյանքը։ Ասում է, հին մարդը դեն գցեք, որ ապականված է մեղքով, եւ նորը հագեք, ասում է, որը Քրիստոսի պատկերի պես է ստեղծված։ Աստված ինձ ու քեզ չի բերել ստեղ, որ մենք նույնը մնանք։ Ինչ ձևին կամ ինձ այդ ձև, դե հիմա իմ խասյատը սենց է, ես ներվայնացող եմ, ներվայնանում եմ, հասկանում եք։ Հիմա տենցն է, ամեն ինչից բարկանում եմ ես։ Ինձ այս ձևին ընդունեք։ Իսկ Աստված ասում է, բարկությունը հիմարների ծոցում է հանգչում։ Իսկ Աստված ասում է, թող արեգակը մայր չմտնի քո բարկության վրա։ Իսկ Աստված ասում է, բարկանաս մի մեղանչի։ Բայց ինչքան անգամ է բարկությունը մարդկանց գցում մեղքի մեջ, ինչքան անգամ բարկության պատճառով մարդիկ սկսում են սխալ ու վատ խոսքեր իրար ասել։ Հանցանք են գործում բարկության պատճառով։ Դրա համար Աստված ուզում է մեզ փոխի, սիրելիներս։ Գիտեք, կոպիտ ասած, այդ հին բագաժը մեր մեջ պետք է բերենք եկեղեցի։ Աստված մեզ ուզում է նոր էություն տա։ Աստված ուզում է մենք իր փառքը կրողներ լինենք։ Հիսուս ասեց, դուք այս աշխարհի լույսն եք, որ գիտես աշխարհ դուրս գանք, ինչքան էլ վատ բաներ մարդիկ թեկուզ մեր մասին ասեն, բայց գիտեն, որ մենք լույս ենք այս աշխարհում։ Հիսուս ասեց, թող տեսնեն ձեր բարի գործերը, փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Եթե ասեց, զուր տեղնել են ձեզ չարախոսում, երանելի եք։ Եթե արդարության համար եք հալածվում, ցնդած հավատացյալ են, էլ ես գժերը, էլ ես են անում են, երանելի ես, Հիսուս ասեց։ Հիսուսին էլ են մարդիկ շատ բան ասում։ Բայց ես ու դու խո գիտենք ով ենք մենք։ Ես ու դու խո գիտենք ում ենք մենք հավատացել։ Ես ու դու խո գիտենք Հիսուսը ինչ է մեր կյանքում արել։ Այդ ում կարծիքներին ինչի պիտի նայենք։ Մեր համար Աստծո կարծիքը պիտի կարևոր եղնի, ոչ թե մարդկանց։ Ամեն։ Երեմիա 17-րդ գլուխ 9-10 խոսքերը։ Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված, նրան ով կարող է հասկանալ։ Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդուն իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ։
Ուրեմն տեսեք, սիրելիներս, ինչքան էլ ես ու դու ուզում ա դեր խաղանք, Աստված ասում է, ես քննում եմ սիրտը, ես քննում եմ երիկամները։ Ինչի համար, որպեսզի ասում է մարդուն տամ, իրա, լսել եք սենց արտահայտություն, ասում է, քո սրտի պես լինի քեզ։ Ով է ուզում իրաս, ինձ որ այտենց բան ասում եմ, վախենում եմ։ Քո սրտի, որտեվ ասում է սիրտը այնքան խորն է, այնքան խորամանկ է, մենակ Աստված գիտեն մեր սրտի ծածուկ անկյուններում ինչ կա։ Քո սրտի պես լինի քեզ։ Մարդիկան վախենում ես, ասում ես, այ մարդ տենց վատ բան մի ասեք ես մարդուն։ Կգնա գլուխը կուտի կամ մեկը իր գլուխը կուտի, մի ասեք այտենց բան, քո սրտի պես լինի քեզ։ Դրա համար շատ կարևոր է մեր ներսի վիճակը, սիրելիներս։ Աստված մեր սրտի համեմատ կտա մեզ, մեր արած գործերի համեմատ կհատուցի մեզ։ Ու դա շատ լուրջ է։ Կարամ խնդրեմ մեկը նվագի։ Ուզում եմ հայտնության գրքից մի երկու տեղ էլ կարդանք, սիրելիներս, երբ որ Աստված դիմում է իր եկեղեցիներին։ Հայտնության 3:1-ում սենց բան կա Սարդեսի եկեղեցուն գրված։ Ասում է, եւ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում Աստծո 7 հոգիները եւ այն 7 աստղերը ունեցողը։ Գիտեմ քո գործերը։ Անուն ունես թե կենթանի ես, բայց մեռած ես։ Լաոդիկեի եկեղեցուն 3-րդ գլուխ 15-ից 19 խոսքերում Աստված ասում է. գիտեմ քո գործերը։ Ոչ ցուրտ ես, ոչ տաք։ Օ, թե ցուրտ լինեիր կամ տաք։ Ռուսները ասում են «Նյռիբա не мясо»։ Տեսել եք այտենց քրիստոնյաներ, «Նյռիբա не мясо»։ Չես հասկանում, տաք է թե ցուրտ է։ Ասես եկեղեցի էլա գալիս, բայց նայում ես կյանքին, ոչ մի բան կյանքում չի փոխվում։ Տարիներ շարունակ։ Աստված ուզում է փոխի մեր կյանքը, սիրելիներս։ Աստված չի ուզում ենք սառած քրիստոնյաներ լինենք։ Աստված չի ուզում ենք գոլ քրիստոնյաներ լինենք։ Աստված ուզում է մենք իր հոգու կրակով վառվենք։ Աստված ուզում է զորությունով գործի մեր ամեն մեկի կյանքում։ Բայց որպեսզի Աստված զորությունով գործի ամեն մեկիս կյանքում, մեր ներսում ինչ-որ բան պիտի փոխվի։ Ուրեմն, որովհետև գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Զգում եմ իմ հոգում ստեղ կան մարդիկ, սիրելիներս, Աստված ձեզ վաղուց կանչում է ծառայության մեջ։ Աստված ձեզ վաղուց կանչում է ծառայության մեջ։ Ու գիտես ինչ որ sense գոլ վիճակ է, ապրում ես քեզ համար։ Ուշադրություն չես դարձնում այն կոչմանը, որ Տերը քեզ տվել է։ Քայլեր չես անում։ Դե ասում ես, դե ժամանակը կգա, դե հələ ժամանակը չի։ Դե հələ գործեր կա, ես էլ անեմ, դե հələ այն բան էլ կվերջացնեմ, նոր հովիջան կգամ կմտնեմ ծառայության մեջ։ Գիտես, այսօր է ժամանակը։ Այսօր է ժամանակը, սիրելիս։ Որոշում կայացրու, մոտեցիր Տիրոջը, թույլ տուր, որ Աստված գործի քո կյանքում։ Աստված բան ունի անելու ամեն մեկիդ միջոցով այս քաղաքի մեջ։ Որովհետև ասում ես, ես հարուստ եմ, ես մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ, ողորմելի, աղքատ, կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևի, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Գիտես, Աստված չի փորձում նվաստացնի եկեղեցին, հա? Ասում է դու ասում ես ես հարուստ եմ, մեծացա, ոչ մի բանի կարիք չունեմ, ասում է բայց դու չգիտես, դու թշվառ, ողորմելի, մերկ ես, դու աղքատ ես։ Ես խորհուրդ եմ տալիս կրակում փորձված ոսկի առ ինձանից։ Սպիտակ հանդերձներ, սրբությունը վերցրու քո վրա, որ քո ամոթը, քո մերկությունը ասում է ծածկվի, եւ ասում է դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Մենք այսօր աղոթելու ենք, սիրելիներս, որպեսզի այդ հոգևոր կուրությունը հեռանա մեր կյանքից, որպեսզի Աստված ցույց տա մեզ մեր իրական վիճակը, որպեսզի Տիրոջ երկյուղը գա, որպեսզի մենք որոշում կայացնենք, ինչ որ բան փոխենք մեր կյանքում։ Եվ Աստված ասում է,
Ես ում որ սիրում եմ, խրատում եմ։ Աստված դա ասում է ոչ թե մեզ նվաստացնելու համար, Աստված դա ասում է, որովհետև ինքը հայր է, որովհետև ինքը սիրում է, որովհետև ինքը ուզում է մեզ ապաշխարության բերի, սիրելիներս։ Աստված ուզում է մեզ ապաշխարության բերի։ Եվ ասում այսօր, երբ որ նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի խստացրեք։ Գիտես, կապ չունի այսօր ինչի մեջ ես, կապ չունի ով է քեզ վիավորել, ինչ խնդիրներ, ինչ մեղքեր ունես քո կյանքում, ինչ դժվար փոխհարաբերություններ ունես մարդկանց հետ, էական չի։ Կարևորը մի բան է, որպեսզի Աստված այսօր տեսնի քո ապաշխարող սիրտը, որովհետև նրա քաղցրությունը մեզ չի դատապարտում, նրա քաղցրությունը մեզ ապաշխարության է տանում։ Ասում է, եւ եթե մենք խոստովանում ենք մեր հանցանքները, նա հավատարիմ է եւ արդար, որպեսզի ների մեզ մեր մեղքերը։ Աստված այսօր ուզում է ների քեզ։ Աստված այսօր ուզում է վերականգնի քեզ։ Աստված ուզում է օրհնի քո կյանքը։ Աստված ուզում է զորությունով գործի քո կյանքի մեջ։ Աստված ուզում է քեզ օգտագործի ուրիշ մարդկանց հասնելու համար, ուրիշ մարդկանց օրհնելու համար, ուրիշ մարդկանց կյանքը փոխելու համար։ Բայց կա ինչ-որ բան, որ դու այսօր պետք է որոշում կայացնես, սիրելիս։ Ուզում եմ երկու տեղ էլ կարդամ Աստվածաշնչից, հետո իրար հետ աղոթ կանեմ։ 2 Կորինթացիս 6-րդ գլուխ 14-ից 18 խոսքերը։ Անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրինության հետ, ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ, նրանցում ման կգամ, եւ նրանց Աստված կլինեմ, եւ նրանք իմ ժողովուրդ։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք, բաժանվեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք, եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ, եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Փառք Տիրոջը, 2 Կորինթացիս 5:17-ում գրված է. ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է։ Հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Հները անցել են, սիրելիներս, ամեն բան նոր է եղել։ Աստված ինձ ու քեզ նոր էություն է տվել։ Հիսուսը խաչվեց, իր արյունը թափեց, որպեսզի ջնջի մեր հանցանքները։ Գիտեք, երբ որ մենք Աստծուն չէինք ճանաչում, ես երբ որ հիշում եմ այն ժամանակ, երբ որ դեռ Տիրոջը չէի եկել, եկեղեցի չէի հաճախում, բաներ կա, սիրելիներս, ես դա երբ որ հիշում եմ, չնայած գիտեմ, որ դրանից այսօր ազատ եմ, գիտեմ, որ Տերը ինձ ներել է, սրբել է ինձ, ընտրել է ինձ, այսօր ես Աստծուն եմ ծառայում, բայց գիտեք, բաներ կա, որ մինչև հիմա հիշում եմ, ամաչում եմ դրա համար, ամաչում եմ դրա համար, երբ որ հիշում ես ինչ ձևի բնավորություն ես ունեցել, ինչ ձևի չարացած սիրտ ես ունեցել, ինչ ձևի կրթություններ ես գործել, ինչքան վատ ես վարվել մարդկանց հետ, գիտեք, բաներ կա, որ ամաչում ես դրա համար, որ դու ես եղել, բայց Աստված իր սիրով ու ողորմածությամբ եկել ամեն մեկիս կյանքը, որպեսզի ուղղի ինձ ու քեզ, որպեսզի մաքրի մեզ մեր ամեն կրթություններից, որպեսզի մեզ նոր էություն տա, նոր սիրտ տա, որպեսզի ես ու դու լինենք Քրիստոսի նման։ Եվ վերջի տեղը ուզում եմ կարդալ, սիրելիներս, Հռոմեացիս 6-րդ գլուխ 11-ից 13 խոսքերը։ Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեք եւ Աստծուն կենդանի, մեր Տեր Քրիստոս Հիսուսի ձեռովը։ Սրա համար թող մեղքը չթակավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին, եւ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացնեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն, ինչպես մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծուն։ Փառք Տիրոջը, եկեք ոտքի կանգնենք։ Փառք մեր ամենակարող Տիրոջը։ Գիտեք, ուզում եմ սկզբից իրար հետ մի աղոթ կանենք։ Ես վստահ եմ, մեզանից շատերը գիտեն, ինչ խնդիրներ կա մեր կյանքում։
Ես վստահ եմ, մեզանից շատերը գիտեն ինչ մեղքեր կա, որոնց հարցերը շատ վաղուց միգուցե լուծել է պետք։ Ես կուզենամ մենք միասին աղոթ կանենք, սիրելիներս։ Աստվածաշունչը մի բան է ասում։ Եթե մտածում ես դե լավ, հաջորդ անգամ, գիտես հաջորդ անգամը կարա չլինի։ Աստվածաշունչը ասում է, չի կարող մարդը կրակ կրել իր ծոցում ու չայրվել։ Չես կարող, ասում է, կրակի կայծերի վրա քայլել ու չվառվել։ Չես կարող, սիրելիս։ Եթե քո կյանքում կա այդ կրակը, եթե քո կյանքում կա այդ մեղքը, դրա հարցերը լուծել է պետք, որովհետև մի օր կվառվես դրանից։ Մի օր կվնասվես դրանից, մի օր ընտանիքդ կվնասվի դրանից։ Ես շատ մարդկանց գիտեմ, որ մեղքի պատճառով քանդել են իրանց տունը, մեղքի պատճառով քանդել, ավիրել են իրանց կյանքը, իրանց ապագան, չնայած Աստված իրանց կանչել էր ուրիշ բանի համար, չնայած Աստված ուրիշ ապագա ուներ իրանց համար։ Գիտեք, այսօր ընտրությունը ձերն է, դուք եք այսօր որոշում։ Աստված, անգամ Աստված լինելով, ամենակարող լինելով, չի ներխուժի ձեր կյանքը, եթե դու որոշում չունենաք։ Հիսուս ասում է, ես թակում եմ, բացես կմտնեմ, չես բացի, Աստված չի մտնի, որտև Աստված սիրում է քեզ, Աստված հարգում է քո կամքը, Աստված հարգում է քո որոշումն ու քո ընտրությունը։ Բայց ես խնդրում եմ ամեն մեկիդ, որպես ձեր եղբայր Քրիստոսում, ճիշտ որոշում կայացրեք այսօր, բացեք ձեր սիրտը այսօր Հիսուսի համար։ Կապ չունի ինչքան վատ բաներ եք արել, սիրելիներս, կարևորը այս պահին դու ինչ որոշում կկայացնես։ Կարևորը այսօր կբացես արդյոք քո սիրտը Աստծո համար, թե ոչ։ Սիրելի երկնային Հայր, մենք բոլորս քո առջև ենք կանգնած մեր Աստված։ Դու ճանաչում ես ամեն մեկիս Տեր, դու գիտես մեզ անունով, ամեն մեկից դու ես բերել այստեղ Տեր իմ Աստված, դու գիտես մեր սրտի խորհուրդները, դու գիտես մեր բոլորի մտքերը Տեր, դու գիտես մեր ամեն մեկի ընթացքը, դու գիտես ինչ խնդիրներ կա մեր կյանքում իմ Աստված, դու գիտես այն հանցանքները, այն մեղքերը, որ ծածուկում գործվում են, Տեր ու ոչ մի բան թաքուն չի քեզանից մեր Աստված։ Մենք այսօր բերում ենք մեր անձը, մեր կյանքերը քո առջև ենք բերում Տեր։ Մենք կանգնած ենք քո առջև այնպիսին, ինչպիսին որ կանք մեր Աստված։ Տեր ու մենք խնդրում ենք քեզ, որպեսզի դու ներես ամեն մեկիս, մենք գիտենք դու սիրող ու բարի Հայր ես։ Ու քո ցանկությունն է, որ մեր կյանքերը փոխվեն Տեր։ Քո ցանկությունն է, որ մենք սուրբ լինենք Տեր իմ Աստված, որովհետև դու սուրբ ես Տեր։ Խնդրում ենք քեզ այսօր, ամեն մեկիս հագցրու սպիտակ շորեր։ Դեղ դիր Տեր, նրանց աչքերին, ովքեր այսօր հոգևոր կուրացել են, ովքեր մեղքի նկատմամբ այլևս չեն զգում հանդիմանություն ներսից Տեր, ովքեր կորցրել են քո երկյուղը Տեր իմ Աստված, ովքեր երկար ժամանակ, երկար տարիներ խաղ են անում մեղքի հետ։ Խնդրում եմ քեզ, որպեսզի այսօր կպնես ամեն մեկի սրտին, ամեն մեկի հոգուն Տեր իմ Աստված։ Թող ամեն մեկի աչքերը բացվեն այսօր, թող ամեն մեկի սիրտը խոնարհվի այսօր։ Թող գա ճշմարիտ ապաշխարություն Տեր իմ Աստված, Հիսուսի զորավոր անունով։ Լցրու այսօր քո զավակներին Տեր քո հոգով, բժշկիր ամեն մեկի սիրտը, բժշկիր ամեն մեկի ընտանիքը, բժշկիր ամեն մեկի վիավորված սիրտը Տեր, ամեն վիավորանքներից, ամեն անցյալի խոցերից ու ցավերից բժշկիր Տեր իմ Աստված։ Հեռացրու ամեն չարություն, հեռացրու ամեն ատելություն, Հիսուսի զորավոր անունով, թող քո կատարյալ սերը թագավորի քո զավակների սրտում Տեր։ Իմ Աստված աղոթում ենք, որ քո սրբությունը գա ամեն մեկի կյանքում։ Աղոթում եմ իմ Աստված այս եկեղեցու համար։ Շնորհակալ ենք քեզ մեր Տեր, որ դու բարձրացրել ես այս քաղաքում ժողովուրդ, բարձրացրել ես եկեղեցի, որպեսզի քո փառքը տարածվի Տեր իմ Աստված, որպեսզի քո լույսը տարածվի այս քաղաքում Տեր, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճանաչեն, որ կա երկնքում Աստված, կա մեկը, ով կամենում է փրկել։ Տեր, ես խնդրում եմ քեզ, քո թարմոցությունը գա այս եկեղեցու վրա։ Օրհնիր ու օծիր Տեր իմ Աստված, հովիվ մհերի նրա թանկագին կնոջը Տեր։ Հիսուսի անունով օրհնիր նրանց ընտանիքը Տեր իմ Աստված։ Բարձրացրու հավատարի մարդիկ, բարձրացրու մշակներ քո հունցքի համար այս քաղաքում Տեր։ Հիսուսի անունով, թող որ քո անունը գերբնական ձևի Տեր իմ Աստված այս տարածաշրջանում լինի փառավորված մեր Աստված։ Թող ամեն մարդիկ, երբ որ նայեն քո զավակներին Տեր, տեսնեն քո փառքը, տեսնեն նրանց գործերը ու փառավորեն քեզ Տեր իմ Աստված, որ երկնքում ես։ Հիսուսի անունով հեռացրու ամեն կեղծավորություն մեր ամեն մեկի կյանքից, հեռացրու ամեն տեսակ դիմակներ Տեր։ Խնդրում ենք քեզ, քո ճշմարտությունը թող գա եւ ազատ արձակի ամեն մեկին։ Թող մենք ինչպիսին որ եկեղեցում ենք Տեր, այդպիսին էլ դրսում լինենք։
Թող որ փոփոխական չլինենք, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք քեզ Հիսուսի անունով։ Փոխիր ամեն մեկիս կյանքը, Տեր, ու քո փառքով լցրու Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք քեզ ամեն բանի համար ու հավատում ենք, Տեր, այն գործը, որ դու ես սկսել մեր կյանքում, դու էլ կհասցնես ավարտին։ Օգնիր մեզ, որ մեր փրկությունը չկորցնենք, Տեր։ Օգնիր մեզ, որ մեր պսակը մեկ ուրիշը չառնի, Տեր իմ Աստված։ Օգնիր մեզ, որ պատվով անցնենք մեր ընթացքը ու ամեն բան կատարելով կանգնենք քո առջև, Տեր։ Աղոթում ենք Հիսուսի անունով ու թող բոլորը ասեն ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ շատ։